Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Սիրելի հայրենակիցներ, առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, ներքին եւ արտաքին անվտանգային համակարգեր։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն։ Մինչև սահմանափակումների գործելը եւս մեկ անգամ խնդրում եմ. Սիրելի հայրենակիցներ, դուրս եկեք օնլայն կազինոներից։ Ես նույնպես ունեմ ընկերներ, ովքեր տառապում են այս հիվանդությամբ։ Խաղամոլությունը դա կախվածություն եւ հիվանդություն է, թմրամոլության նման, որը հնարավոր է բուժել։ Այս հիվանդությամբ տառապող իմ ընկերներն ասում են. երբ հետ բերենք մեր կրված գումարները, այլևս չենք խաղա։ Սա ամենակործանարար միտքն է, որը կարող է լինել։ Մոռացեք կրված գումարները հետ բերելու մասին։ Դուք այն երբեք չեք կարող հետ բերել։ Դրանց հետևից գնալով ել ավելի շատ եք կրվելու եւ ել ավելի շատ վարքեր եք կուտակելու եւ կործանվելու եք վերջնականապես։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, ցավոք սրտի նաեւ Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է։ Դժբախտաբար սրանից անմասն չի կարող մնալ նաեւ բանակը, որը մեր հասարակության հայելին է։ 2024 թվականին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել։ Ազատվելով խաղամոլությունից կերջանկացնեք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր ծնողների, երեխաների եւ ամուսինների կյանքը, նաև կհզորացնեք մեր պետությունը։ Հիմա ասեմ թե ինչպես։ Ամեն 1 միլիոն դրամը, որը դուք վատնում եք կազինոներում, դառնում է չնչին հարկ, մոտ 5000 դրամի չափով։ Եթե այդ գումարը դուք ծախսեք տնտեսության այլ ոլորտներում, այն միջինում դառնալով 240,000 դրամ հարկ, կամ 48 անգամ ավելի։ Այսինքն տնտեսության այլ ոլորտներում ձեր գումարները ծախսելով դուք հզորացնելու եք մեր պետությունը։ 2024 թվականին օնլայն կազինոների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ։ Եթե այդ գումարները մտնեն տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-ից 15%-ով, իսկ պետական եկամուտները կաճեն 7.34%-ով։ Հիմա շատ բնական հարց կառաջանա. ինչու մենք հենց այսօր օրենքով չենք արգելում խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում, որովհետեւ դեռևս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը Հայաստանում գոնե 90%-ով արգելափակելու հնարավորություն։ Սիրելի հայրենակիցներ, ես պատրաստվում եմ անել հնարավորինս, որպեսզի մեր պետությունը ունենա այդ տեխնիկական հնարավորությունները, որից հետո կանենք նոր օրենսդրական փոփոխություններ եւ առավելագույնս կսահմանափակենք այս հարատավոր երևույթը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության ղեկավարին, մեր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին այս կարևորագույն նախաձեռնությանը ինձ աջակցելու համար։ Չնայած նրան, որ բազմաթիվ գործընկերներ տարբեր փաստարկներով փորձում են հիմնավորել, որ այս փոփոխությունների կարիքը չկա, վարչապետը ոչ միայն աջակցեց, այլ նաեւ առաջարկեց ինձ փոփոխությունները ուժի մեջ մտցնել անմիջապես եւ ոչ թե 6 ամիս հետո, ինչպես օրենքի նախնական տարբերակով էր սահմանված։ Եթե կլինեն հարցեր, խնդրում եմ դրանք տվեք ելույթների տեսքով, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալ եմ։